Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին, մեր ալիքին բաժանորդագրվելու եւ լուրերը հավանելու համար։ Շարունակեք նույն տեմպելով, ինչի համար կանխավ շնորհակալ եմ։ Իրաքում առևանգել են ամերիկացի լրագրողի, ինչի մասին հայտարարել են երկրի անվտանգության պաշտոնյաները։ Իրաքի ներքին գործերի նախարարության տվյալներով դեպքից անմիջապես հետո իրականացվել է լայնածավալ որոնողական գործողություն։ Իրավապահներին հաջողվել է հայտնաբերել առևանգման մեջ օգտագործված մեքենաներից մեկը, որը շրջվել է փախուստի փորձի ժամանակ եւ ձերբակալվել է առնվազն 1 կասկածյալ։ Միաժամանակ հաղորդվում է, որ երկրորդ մեքենան, որով տեղափոխվել է լրագրողը, կարողացել է փախչել դեպքի վայրից եւ նրա գտնվելու վայրը դեռևս անհայտ է։ Տարածաշրջանային Al-Monitor լրատվական կայքը հայտնել է, որ խոսքը լրագրող Շելի Քիթերսոնի մասին, ով համագործակցել է իրենց հետ որպես ֆրիլանս հեղինակ։ Al-Monitor-ը Վաշինգտոնում հիմնադրված անկախ լրատվական պարբերական է, որը 2012 թվականից մասնագիտացած է Մերձավոր Արևելքի քաղաքականության, տնտեսության եւ մշակույթի վերլուծության մեջ։ Այն հայտնի է տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ խորի եւ անկախ լուսաբանմամբ։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը եւս արձագանքել է դեպքին, հայտարարելով, որ հետևում է զարգացումներին, ընդգծելով, որ ամերիկացիների անվտանգությունը բարձրագույն առաջնահերթություն է Թրամփի վարչակազմի համար։ Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ որոնողական գործողությունները շարունակվում են եւ բոլոր ջանքերը գործադրվում են լրագրողին հայտնաբերելու եւ անվտանգ վերադարձնելու համար։ Իրանի հետ պատերազմի ընթացքում վիրավոր ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 348-ի, այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինզը, նշելով, որ նրանցից 6-ը ստացել են ծանր վնասվածքներ։ Ավելի վաղ հրապարակված տվյալներով հաղորդվում էր, որ 303 վիրավոր կար, որոնցից 10 էին ծանր, սակայն նոր տվյալներով ծանր վիրավորների թիվը նվազել է եւ դրա պատճառը չի պարզաբանվել։ Պաշտոնական տվյալներով վիրավորներից 315-ը արդեն վերադարձել են ծառայության։ Միևնույն ժամանակ հստակ չէ, արդյոք այս հաշվարկը ներառում է նաև Սաուդյան Արաբիայի Պրինց Սուլթան ավիաբազայի վրա իրականացված վերջին հարձակումների ընթացքում վիրավորներին։ Իրանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն 13 զոհված զինծառայող ունի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են ավարտվել մոտակա 2-3 շաբաթների ընթացքում։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներն արդեն հասել է հիմնական նպատակին, կանխելով Իրանի միջուկային ծրագրի զարգացումը։ Թրամփը պնդել է, որ Իրանը երկար տարիներ չի կարողանա ստեղծել միջուկային զենք։ Նախագահը նաև նշել է, որ Իրանում տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն եւ ներկայումս բանակցություններ են ընթանում ավելի չափավոր ղեկավարության հետ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել ռազմական գործողությունները, անկախ նրանից կկնքվի արդյոք համաձայնագիր Իրանի հետ, թե ոչ։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է մոտ ժամանակում դուրս գալ հակամարտությունից, նշելով, որ տարածաշրջանում նավթային երթուղիների անվտանգությունն արդեն կարող են ապահովել այլ երկրներ։ Նրա խոսքով Իրանի ռազմական կարողությունները լրջորեն վնասված են, այդ թվում ավիացիան, նավատորմը, հակօդային պաշտպանության համակարգերը։ Միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահը վստահեցրել է, որ եթե Իրան ապագայում կրկին փորձի զարգացնել միջուկային ծրագիր, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի կրկին ուժ կիրառել։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ իրական բանակցություններ այս պահին չեն ընթանում, չնայած հաղորդագրությունների փոխանակմանը։ Ալ Ջազիրային տված հարցազրույցում Աբբաս Արաղչին ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆից Իրանը ստացել է ուղիղ եւ միջնորդավորված հաղորդագրություններ, սակայն դրանք չեն կարող համարվել բանակցություններ։ Նախարարը նշել է, որ կողմերի միջև վստահությունը զրոյական է եւ առանց լուրջ քայլերի հնարավոր չէ անցնել բանակցային գործընթացի։ Նա հիշեցրել է, որ նախորդ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ ավարտվել են ձախողմամբ կամ նույնիսկ ռազմական գործողություններով, ինչի պատճառով Թեհրանը չի հավատում նման գործարքների արդյունավետությանը։ Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է միայն այն երկրների համար, որոնք չեն պատերազմում Իրանի դեմ։ Նրա խոսքով նեղուցը գտնվում է Իրանի եւ Օմանի տարածքային ջրերում եւ պատերազմական պայմաններում բնական է սահմանափակել հակառակորդ երկրների օգտագործումը։ Անդրադառնալով հնարավոր ցամաքային ներխուժմանը, Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է նման սցենարի։ Նրա խոսքով Իրանը չի սկսել պատերազմը, սակայն պատրաստ է պաշտպանվել եւ հակազդել ցանկացած հարձակման։ Նա նաեւ զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից նման քայլը կլինի չափազանց լուրջ սխալ։ Թեև նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է հակամարտությունից դուրս գալու մասին, նոր տեղեկություններ են հայտնվում մամուլում, որոնք խոսում են հակառակի մասին։ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել եւս մեկ մեծ ավիակիր, ցուցադրելով ուժի շարունակական ներկայություն տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենահզոր նավերից մեկը, Ջորջ Բուշ ավիակիրը, միանում է տարածաշրջանում արդեն գործող մյուս ավիակիրներին որպես շարունակվող ռազմական գործողությունների մաս։ Այս քայլը կատարվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ նավատորմի ամենամեծ եւ նորագույն
լավագույն ավիակիրը Ջերալդ Ֆորդը ժամանակավորապես դուրս է բերվել ակտիվ գործողություններից տեխնիկական խնդիրների պատճառով։ Նավը հասել է Խորվաթիայի Սպլիտ քաղաք վերանորոգման համար այն բանից հետո, երբ Կարմիր ծովով ծառայության ընթացքում հրդեհ էր բռնկվել նրա հիմնական լվացքատանը։ Դեպքի հետևանքով մի քանի նավաստիներ վնասվածքներ էին ստացել, իսկ մոտ 200 հոգի տուժել էին ծխի ազդեցությունից, վնասվել էր նաև բնակելի հատվածը։ Ջորջ Բուշի տեղակայումը ապահովում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայությունը տարածաշրջանում մնա ուժեղ եւ շարունակական, նույնիսկ այն ժամանակ, երբ Ֆորդը գտնվում է սպասարկման փուլում։ Աբրահամ Լինքոլն ավիակիրը շարունակում է իր գործողությունները, դառնալով ամերիկյան ռազմածովային ուժերի ավելի լայն ներկայության մաս, որը նպատակ ունի պահպանել ճնշումն ու զսպող ազդեցությունը տարածաշրջանում։ Պաշտոնական տվյալներով Ջերալդ Ֆորդը մինչև այս միջադեպը արդեն գրեթե 9 ամիս գտնվում էր ծովում, դառնալով վերջին տարիների ամենաերկար ծառայություններից մեկը։ Նշվում է նաև, որ մինչ մերձավոր արևելք տեղափոխվել ավիակիրը մասնակցում էր այլ առաքելությունների, այդ թվում Կարիբյան տարածաշրջանում իրականացվող գործողություններին, որոնք կապված էին Վենեսուելայի հետ։ Հռոմի Պապ Լեո 14-ը լրագրողների հետ զրույցում հանդես է եկել խաղաղության կոչով անդրադառնալով աշխարհում շարունակվող հակամարտություններին։ Նա նշել է, որ այժմ Սուրբ Ավագ շաբաթն է, Զատիկի նախաշեմը, որը պետք է լինի տարվա ամենասուրբ եւ խաղաղ ժամանակահատվածը նվիրված մտածումներին եւ հոգեվոր վերանորոգմանը։ Սակայն նրա խոսքով իրականությունը տարբեր է։ Աշխարհում բազմաթիվ վայրերում շարունակվում են տառապանքները, զոհերը, այդ թվում անմեղ երեխաների մահերը։ Պապը ընդգծել է, որ թեև անընդհատ հնչում են խաղաղության կոչեր, շատ մարդիկ շարունակում են խրախուսել բռնությունը եւ պատերազմը։ Նա կոչ է արել հատկապես քրիստոնյաներին այս օրերին ապրել խոր իմաստով, հիշելով, որ Քրիստոսը այսօր էլ է խաչվում այն մարդկանց մեջ, ովքեր տառապում են բռնության, ատելության եւ պատերազմի հետևանքով։ Նա նաև խոսել է հնարավոր զատկական հրադադարի մասին, նշելով, որ նման քայլը կարևոր ազդակ կլինի, սակայն հույս է հայտնել, որ պատերազմը կարող է ավարտվել նույնիսկ մինչև զատիկը։ Լրագրողների հարցին արդյոք շփվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Պապը պատասխանել է, որ անձամբ չի խոսել վերջին շրջանում, սակայն ընդհանուր առմամբ կոչ է անում աշխարհի բոլոր առաջնորդներին փնտրել խաղաղ լուծումներ, զարգացնել բազմակողմ համագործակցությունը եւ ապահովել արդարություն բոլոր ժողովուրդների համար։ Պապ Լեո 14-ը նաև նշել է, որ պատրաստվում է ավագ ուրբաթ օրը անձամբ կրել խաչը, ընդգծելով, որ դա խորհրդանշական քայլ է ցույց տալու համար, որ Քրիստոսի տառապանքը շարունակվում է նաև այսօր։ Բազմաթիվ անգամներ Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնյաներ փորձել են ամերիկացիներին վստահեցնել, որ Իրանի հետ պատերազմը առավել քան անհրաժեշտ էր եւ ժամանակին։ Այսօր Սպիտակ տան պաշտոնական YouTube-յան ալիքում հայտնվեց պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձը։ Ներկայացնում եմ այն ամբողջությամբ։ Շատ ամերիկացիներ հարց են տալիս, ինչու Միացյալ Նահանգները հենց հիմա պետք է հարվածեր Իրանին։ Թույլ տվեք բացատրել։ Իրանը ցանկանում է ունենալ միջուկային զենք։ Դրա վերաբերյալ կասկած չկա։ Եթե իրականում այն, ինչ նրանք պնդում են ճշմարիտ լիներ, այսինքն միջուկային էներգիա ունենալու ցանկությունը, ապա նրանք կարող էին դա ունենալ այնպես, ինչպես աշխարհի մյուս երկրները, ներմուծելով առելիք եւ կառուցելով վերգետնյա ռեակտորներ։ Սակայն Իրանը այդպես չի գործել։ Նրանք կառուցում էին իրենց ռեակտորներն ու օբյեկտները լեռների խորքում, հանրային ուշադրությունից հեռու, եւ նրանք ցանկանում են հարստացնել այդ նյութը։ Նույն սարքավորումները, որոնք կարող են օգտագործվել էներգիայի համար, կարող են արագ կերպով կիրառվել նաեւ զենքի մակարդակի հարստացման համար։ Այսինքն ակնհայտ է, որ Իրանը բազմիցս հնարավորություն է ունեցել ունենալ միջուկային ծրագիր միայն էներգիայի նպատակով առանց զենքի, սակայն ամեն անգամ նրանք հրաժարվել են այդ տարբերակից։ Բայց ինչու հենց հիմա հարվածը։ Ինչ էր փորձում անել Իրանը։ Իրանը փորձում էր ստեղծել այսպես կոչված պայմանական պաշտպանական վահան, ունենալ այնքան շատ հրթիռներ եւ անօդաչու սարքեր, որ ոչ ոք չկարողանա հարձակվել իրենց վրա, եւ նրանք արդեն մոտ էին այդ նպատակին։ Մենք կանգնած էինք այն կետի առաջ, երբ Իրանը կարող էր ունենալ այնքան մեծ քանակի հրթիռներ եւ անօդաչուներ, որ ապագայում ոչ ոք չէր կարողանա խանգարել նրանց միջուկային ծրագրին։ Սա անընդունելի ռիսկ էր։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ երկիր, որը ղեկավարվում է ծայրահեղական շիա հոգևորականների կողմից եւ ունի ապոկալիպտիկ պատկերացումներ ապագայի մասին, ձեռք բերի միջուկային զենք։ Եվ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ այդ ծրագիրը պաշտպանվի հրթիռների եւ անօդաչուների վահանով, որի դեմ հնարավոր չէ որևէ բան անել։ Սա մեր վերջին լավագույն հնարավորությունն էր ոչնչացնելու այդ պայմանական վահանը, որը նրանք փորձում էին ստեղծել, եւ նախագահը ընդունեց ճիշտ որոշում այն վերացնելու համար։ Այս գործողության նպատակը հենց դա է՝ ոչնչացնել Իրանի հրթիռային եւ անօդաչու ծրագրերը, որպեսզի նրանք այլևս չկարողանան թաքնվել դրանց հետևում եւ վերջապես լուրջ բանակցեն աշխարհի հետ երբեք միջուկային զենք չստանալու վերաբերյալ։
Միացյալ Նահանգների պատերազմի կամ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը եւ զինված ուժերի միացյալ շտաբների պետ գեներալ Դենքենը ներկայացրել են Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ ռազմական հաշվետվություն, անդրադառնալով ընթացիկ գործողություններին, ռազմավարական նպատակներին եւ տարածաշրջանային անվտանգությանը։ Առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել, այդ մասին լավ գիտի նաև Իրանը, հայտարարել է նախարար Հեքսեթը, նախազգուշացնելով Թեհրանին, եթե համաձայնություն չկայացվի, հակամարտությունը առաջիկա օրերին կսրվի։ Նրա խոսքով ամերիկյան ռազմական ուժը շարունակաբար աճում է, մինչդեռ Իրանի հնարավորությունները նվազում։ Միաժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխանել է նոր սպառնալիքով, հայտարարելով, որ կհարվածի տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերություններին ի պատասխան Իրանի դեմ հարվածների։ Թիրախների թվում նշվում են ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում Microsoft-ը, Google-ը, Apple-ը, Tesla-ն։ Այս փոխադարձ սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ Իրանի կողմից իրականացված ծանոթացուի հարձակումը Դուբայի մոտակայքում հարվածել է նավթատար նավի, որի արդյունքում այն բռնկվել է։ Իշխանությունները հայտնել են, որ հրդեհը հաջողվել է մարել, նավթային արտահոսք չկա, զոհեր չեն գրանցվել։ Սա վերջին հարձակումներից մեկն է Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում, որտեղ իրավիճակը սրվել է Միացյալ Նահանգների եւ դաշնակից ուժերի Իրանի դեմ հակամարտությունը սկսվելուց հետո։ Դեպքից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, եթե Թեհրանը չհամաձայնի բացել Հորմուզի նեղուցը։ Հարձակման ֆոնին նավթի գները կրկին կարճ ժամանակով աճել են։ Միևնույն ժամանակ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, հատկապես Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային, մեղադրելով նրանց պատերազմում բավարար աջակցություն չցուցաբերելու մեջ։ Նա հայտարարել է. «Գնացեք, ձեր նավթը վերցրեք»։ Երբ լրագրողները հարցրել են, արդյոք Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքին, պաշտպանության նախարար Հեքսեթը խուսափել է հստակ պատասխան տալուց, նշելով, որ այդ որոշումը պետք է կայացնի նախագահը։ Նա նաև ընդգծել է, որ այս հակամարտությունը ցույց է տվել, թե իրականում ինչ չափով են դաշնակիցները պատրաստ աջակցել Միացյալ Նահանգներին։ Հեքսեթը ակնարկել է, որ մի շարք երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան սահմանափակումներ են կիրառել կապված ռազմական գործողություններին աջակցելու հետ։ Աղբյուրների համաձայն Ֆրանսիան եւ Իտալիան դեմ են արտահայտվել որոշ ռազմական գործողությունների, իսկ Իսպանիան փակել է իր օդային տարածքը ԱՄՆ ռազմական ինքնաթիռների համար։ Փորձագետները զգուշացնում են, որ նման հայտարարությունները կարող են թուլացնել ՆԱՏՕ-ի միասնականությունը եւ նույնիսկ խրախուսել Ռուսաստանին փորձարկել դաշինքի պատրաստվածությունը, հատկապես հոդված 5-ի շրջանակում, որը նախատեսում է, որ մեկ անդամի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում բոլորի վրա։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է իր նոր տվյալները Operation Epic Fury ռազմական գործողության վերաբերյալ։ Հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ գործողությունը մտել է 5-րդ շաբաթ եւ արդեն գրանցվում է անհերքելի առաջընթաց Իրանի ռազմական կարողությունների թուլացման ուղղությամբ։ Չնայած այս առավելությանը, ամերիկյան ուժերը շարունակում են պահպանել բարձր զգոնություն եւ պատրաստվածություն։ Կուպերը հատուկ ընդգծել է, որ գործողության հաջողության հիմքում կանգնած են զինծառայողները, նրանց աշխատանքը գնահատել որպես առանցքային գործոն։ Նա հանդիպել է տեղակայված ամերիկացի զինվորների հետ, զրուցել նրանց հետ ու բարձր գնահատել նրանց խիզախությունն ու նվիրվածությունը։ Նրա խոսքով շատերն արդեն մասնակցել են տասնյակ մարտական առաքելությունների եւ շարունակում են կատարել իրենց պարտականությունները բարձր մակարդակով։ Միաժամանակ շարունակվում են նաեւ ինտենսիվ հարվածներ Իրանի ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը ծովից իրականացնում են հրթիռային հարվածներ, ռազմաօդային ուժերը մեծացնում են օդային գործողությունների ծավալը, իսկ ցամաքային ուժերը ապահովում են հեռահար հարվածներ եւ պաշտպանական համակարգերը։ Դիեզելական ուժերը եւս կարևոր դեր են խաղում, ըստ Կուպերի, դրանք ապահովում են հետախուզական տվյալներ եւ տեխնոլոգիական գերակայություն մարտադաշտում։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը նույնպես հրապարակել է մանրամասներ։ Նա հայտարարել է, որ վերջին 2 օրերի ընթացքում զոհվել են Իսրայելի 5 զինծառայողներ հարավային Լիբանանում ընթացող մարտերի ընթացքում։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Բեյրութի շրջանում իրականացված օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են Հեզբոլայի բարձրաստիճան 2 ղեկավար։ Իսրայելական կողմի տվյալներով հարվածները իրականացվել են առանձին գործողություններով եւ ուղղված են եղել հենց խմբավորման բարձրաստիճան հրամանատարների դեմ։ Թիրախում եղել են Հեզբոլայի ավագ հրամանատարներից մեկը եւ եւս մեկ բարձր դիրք զբաղեցնող անդամ, սակայն նրանց ինքնությունները դեռևս չեն հրապարակվել։ Դեֆրինի խոսքով Իսրայելի բանակը շարունակում է ակտիվ ռազմական գործողությունները, ինչպես Լիբանանում, այնպես էլ Իրանի դեմ։ Առաջինը ցամաքային գործողություններն են Լիբանանի հարավում, որտեղ միաժամանակ ներգրաված են մի քանի դիվիզիաներ։ Նշվում է, որ իսրայելական ուժերը հայտնաբերել եւ ոչնչացրել են տասնյակ հրթիռային կայաններ, զենքի պահեստներ եւ հակատանկային դիրքեր, որոնք ուղղված էին Իսրայելի բնակավայրերի դեմ։ Հատուկ ընդգծվել է, որ Նահալ բրիգադի հատուկ ջոկատայինները մերձամարտերի ընթացքում բախվել են զինյալների հետ, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր։ Երկրորդ ուղղությունը օդային հարվածներն են։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքում հազարավոր թիրախների, ոչնչացնելով Հեզբոլայի զինյալների եւ զգալի վնաս հասցնելով խմբավորման ռազմական կարողությունների։ Իսրայելի բանակի գնահատմամբ այս գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է մղվում դեպի հյուսիս, իսկ սպառնալիքը նվազում է երկրի հյուսիսային բնակավայրերի համար։ Շարունակվում են նաև հարվածները Իրանի տարածքում թիրախավորելով ռազմական արդյունաբերական օբյեկտները։ Իսրայելի կողմը հայտարարում է, որ նպատակ ունի ամբողջությամբ ոչնչացնել Իրանի ռազմական արտադրության առանցքային ենթակառուցվածքները։ Բացի այդ, Իսրայելի բանակի ղեկավարությունը նշել է, որ զինված ուժերում առկա է զինծառայողների պակաս, գնահատված մոտ 12-ից 15,000 մարդու չափով, այդ թվում հազարավոր մարտական զինվորներ։ Ընդգծվել է նաև, որ անհրաժեշտ է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եւ վերանայել պահեստազորի օրենքը պայմանավորված անվտանգության աճող մարտահրավերներով։ Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է գումարել քննարկելու Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը, մասնավորապես Իսրայել-Լիբանան սահմանային բախումները եւ դրանց հետևանքները։ Նիստի ընթացքում ներկայացված զեկույցներում ընդգծվել է, որ իրավիճակը վատթարանում է Հեզբոլահի եւ Իսրայելի միջև շարունակվող ռազմական էսկալացիայի ֆոնին։ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը նույնպես հայտնվել է ուղիղ վտանգի տակ։ Վերջին օրերին զոհվել են 3 խաղաղապահ, եւս մի քանիսը ստացել են ծանր վնասվածքներ։ ՄԱԿ-ը դատապարտել է այդ հարձակումները։ Միաժամանակ արձանագրվել է, որ Հեզբոլահը շարունակում է հրթիռային եւ անօդաչու հարվածներ հասցնել Իսրայելին, հաճախ գործելով բնակելի տարածքներից եւ նույնիսկ ՄԱԿ-ի դիրքերի արևանությամբ, ինչը լրացուցիչ վտանգի տակ է դնում խաղաղապահներին։ ՄԱԿ-ի տվյալներով Լիբանանում զոհերի թիվը արդեն անցնում է 1000-ը, վիրավորների թիվը մի քանի հազար է, իսկ տեղահանվածների թիվը գերազանցում է 1 միլիոնը։ Տուժել են նաև հիվանդանոցներ, դպրոցներ եւ կարևոր ենթակառուցվածքներ։ Մարդասիրական իրավիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 100 հազարավոր մարդիկ մնացել են առանց սննդի, ջրի, բժշկական օգնության եւ ապաստանի։ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ իրավիճակը կարող է վերածվել լայնածավալ հումանիտար աղետի։ ՄԱԿ-ի պաշտոնյաները շեշտել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կոչ են արել բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու վերադառնալ դիվանագիտական բանակցություններին։ Իսրայելի ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը նախքան անվտանգության խորհրդի նիստը անդրադարձել է Հեզբոլային։ Իսրայելի ներկայացուցիչը հայտարարել է, որ այս հակամարտությունը Իսրայելի ընտրությունը չէ, այլ Հեզբոլայի կողմից պարտադրված իրավիճակ։ Նրա խոսքով մարտի 2-ից սկսած Հեզբոլահը արձակել է ավելի քան 5000 հրթիռ եւ անօդաչու սարքեր ուղղված Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ։ Դանոնը հատուկ ընդգծել է, որ այդ հարձակումները հաճախ իրականացվում են քաղաքացիական ենթակառուցվածքներից։ Դանոնը նաև նշել է, որ Իսրայելը դեռևս մարտի 22-ին է պաշտոնական նամակ ուղարկել ՄԱԿ խաղաղապահներին, զգուշացնելով, որ Հեզբոլահը գործում է նրանց դիրքերի մոտ ու վտանգի է դնում նրանց կյանքը։ Նա ընդգծել է, որ Հեզբոլայի գործողությունները խախտում են ՄԱԿ անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, որը նախատեսում էր խմբավորման զինաթափում եւ Լիբանանի հարավում պետական ուժերի վերահսկողության հաստատում։ Սակայն ըստ Իսրայելի ներկայացուցիչի այդ պարտավորությունները չեն կատարվել։ Դանոնը նաև նշել է, որ Հեզբոլահը շարունակում է գործել Իրանի աջակցությամբ, իսկ Լիբանանի կառավարությունը չի կարողացել իրականացնել իր պարտավորությունները։ Նրա խոսքով այս իրավիճակում վտանգված են ոչ միայն իսրայելացիները, այլ նաև լիբանանցիները եւ ՄԱԿ խաղաղապահները։ Ելույթի ավարտին Դանոնը հայտարարել է, որ Իսրայելը նպատակ չունի մնալ Լիբանանում, սակայն շարունակելու է գործողությունները պաշտպանելով իր բնակչությունը եւ հեռացնելով սպառնալիքը սահմաններից։ Նա ընդգծել է, որ իրականությունից կտրված դեէսկալացիայի կոչերը չեն կարող լուծել իրավիճակը եւ Իսրայելը չի հանդուրժի շարունակվող հարձակումները։ Ավելի քան 3 տարվա ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգներում բենզինի միջին գինը գերազանցել է 1 գալոնի համար $4։ Վերջին անգամ նման բարձր ցուցանիշ գրանցվել էր 2022 թվականի օգոստոսին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։ Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ այս աճը կարող է լինել ժամանակավոր, սակայն վարորդները հիմա են զգում այդ ազդեցությունը։ Օրինակ Նյու Յորքում որոշ բենզալեցակայիններում գինը անցել է $5 1 գալոնի համար, ինչը բազմաթիվ վարորդների համար արդեն իսկ անընդունելի մակարդակ է։ Կալիֆոռնիայում գերազանցում է $6։ Վառելիքի գների աճը սկսել է լուրջ ճնշում գործադրել ամերիկյան ընտանիքների բյուջեների վրա, որոնք բախվում են նաև այլ ապրանքների թանկացման հետ։ Այս իրավիճակը դարձել է քաղաքական խնդիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ հանրապետական կուսակցության համար նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրություններից առաջ։ Թրամփը խոստացել էր նվազեցնել էներգակիրների գները, էլեկտրաէներգիայի, վառելիքի, ավելացնել նավթի ու գազի արտադրությունը ԱՄՆ-ում, սակայն մինչև այժմ նրա պաշտոնավարման երկրորդ շրջանն ուղեկցվում է շուկաների անկայունությամբ, աշխարհաքաղաքական լարվածությամբ եւ փոփոխվող տնտեսական քաղաքականությամբ։
Պատերազմական թեմաներից զատ Թրամփի վարչակազմը որոշել է մասամբ վերականգնել Ապաստանի դիմումների մշակումը ամիսներ շարունակ գործող գրեթե ամբողջական դադարից հետո։ ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը վերացրել է սահմանափակումներ այն դիմորդների համար, ովքեր եկել են ցածր ռիսկային համարվող երկրներից, սակայն պաշտոնյաները ընդգծում են, որ անվտանգության խիստ ուղումները շարունակվելու են։ Այս փոփոխությունը չի վերաբերվում այն երկրների քաղաքացիներին, որոնք ընդգրկված են Թրամփի սահմանած մուտքի արգելքի ցանկում։ Այդ երկրների թվում են Սոմալին, Նիգերիան, Աֆղանստանը, Կուբան, Հայիթին, ընդհանուր 39 պետություն, որոնց քաղաքացիների դիմումները դեռևս սառեցված են։ Հիշեցնեմ, որ Ապաստանի դիմումների մշակումը կասեցվել էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներում մարդասիրական պայմաններով ընդունված Աֆղանստանի քաղաքացի Ռաման Լուհալա կամ Վալը կրակել էր ազգային գվարդիայի զինծառայողների վրա, սպանելով մեկին ու վիրավորելով մյուսին։ Դեպքից հետո Սպիտակ տունը խստացրել էր ներգաղթի քաղաքականությունը, սահմանափակելով Ապաստանի գործընթացը, աշխատանքի հնարավորությունները եւ ուժեղացնելով վերահսկողությունը ներգաղթյալների նկատմամբ։ Վերջին որոշումը դիտվում է որպես որոշակի մեղմացում, սակայն ընդհանուր քաղաքականությունը շարունակում է մնալ խիստ վերահսկողության շրջանակում։ Գերագույն դատարանը պատրաստվում է քննության առնել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ամենահակասական նախաձեռնություններից մեկը՝ ծննդյան հիմքով քաղաքացիության սահմանափակման հարցը։ Խոսքը վերաբերում է Թրամփի ստորագրած գործադիր հրամանագրին, որի նպատակն է դադարեցնել այն պրակտիկան, ըստ որի Միացյալ Նահանգների տարածքում ծնված երեխաները ավտոմատ կերպով ստանում են ամերիկյան քաղաքացիություն անկախ իրենց ծնողների կարգավիճակից։ Այս քաղաքականությունը հիմնված է ԱՄՆ սահմանադրության 14-րդ փոփոխության վրա, որտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգներում ծնված կամ քաղաքացիություն ստացած բոլոր անձինք, որոնք ենթակա են երկրի իրավասությանը, հանդիսանում են ԱՄՆ քաղաքացիներ։ Թրամփի թիմը կենտրոնանում է հենց իրավասություն եզրույթի վրա, պնդելով, որ ապօրինի ներգաղթյալներն ամբողջությամբ չէին ընդարկվում ԱՄՆ իրավասությանը, հետևաբար նրանց երեխաները պետք է ավտոմատ չստանան քաղաքացիություն։ Վարչակազմը նաև հղում է անում պատմական որոշումների, մասնավորապես Էլքնն Բիլքիսի գործի, փորձելով ցույց տալ, որ սահմանադրության մեկնաբանության մեջ կան բացառություններ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ 1940 թվականի օրենքով հետագայում կարգավորվել է այդ հարցը բնիկ ամերիկացիների համար։ Սակայն ընդդիմախոսները պնդում են, որ Թրամփի քայլը հակասում է թե սահմանադրությանը, թե գործող օրենքներին։ Նրանք էլ հիշեցնում են 1898 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդդեմ Wong Kim Ark կարևոր գործը, որտեղ Գերագույն դատարանը հաստատել է, որ Միացյալ Նահանգներում ծնված գրեթե բոլոր երեխաները քաղաքացի են դառնում բացառությամբ դիվանագետների կամ թշնամական ուժերի ներկայացուցիչների երեխաների։ Մինչ այժմ այս հարցը քննած բոլոր ստորին դատարանները ճանաչել են Թրամփի գործադիր հրամանագիրը ապօրինի։ Այժմ վերջնական որոշումը պետք է կայացնի Գերագույն դատարանը, իսկ նիստը նշանակված է ապրիլի 1-ին։ Դատավորը կասեցրել է Սպիտակ տան նոր դահլիճի կառուցման նախագիծը, որը ներկայացրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի կողմից Սպիտակ տան համար նախատեսված նոր պարահանդեսային դահլիճի էսքիզների հրապարակումից ընդամենը 2 օր անց դաշնային դատավոր Ռիչարդ Լեոնը արգելել է շարունակել շինարարությունը։ Դատավորը որոշման մեջ նշել է, որ նախագիծը չի կարող առաջ ընթանալ, քանի դեռ կոնգրեսը այն պաշտոնապես չի հաստատել օրենքով։ Նա ընդգծել է, որ առանց օրենսդրական թույլատվության շինարարությունը պետք է դադարեցվի։ Ըստ դատարանի Թրամփը գերազանցել է իր լիազորությունները, քանդելով պատմական արևելյան թևը եւ սկսելով շինարարությունը առանց կոնգրեսի համաձայնության։ Ոչ նախագահը, ոչ այլ ազգային պարկերի ծառայությունը իրավունք չունեն քանդել պատմական կառույցը կամ կառուցել նոր խոշոր շինություն առանց հստակ օրենսդրական հաստատման։ Դատավոր Լեոնը նաև հայտարարել է, որ իր որոշման կիրառումը առայժմ հետաձգված է 14 օրով, հնարավորություն տալու համար Թրամփի վարչակազմին բողոքարկելու այն։ Ի պատասխան այսօր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բողոքարկելու են։ Նրա խոսքով դատավորը սխալ է եւ նման նախագծի համար կոնգրեսի հաստատումը պարտադիր չէր։ Թրամփը նշել է, որ նախկինում եւս Սպիտակ տան տարածքում կառուցվել են տարբեր օբյեկտներ առանց կոնգրեսի թույլատվության, հատկապես այն դեպքում, երբ ֆինանսավորումը եկել է մասնավոր նվիրատվություններից։ Նրա խոսքով այս նախագիծը ամբողջությամբ ֆինանսավորվում է այն մարդկանց կողմից, ովքեր սիրում են իրենց երկիրը եւ Սպիտակ տունը ու կարծում են, որ նման դահլիճ անհրաժեշտ է այսօր ունենալ։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է նոր գործադիր հրաման ընտրական համակարգի վերահսկողությունը խստացնելու նպատակով։ Նրա խոսքով նախաձեռնությունը ուղղված է ընտրակեղծիքների կանխմանը, հատկապես փոստով քվեարկության համակարգում։ Սպիտակ տանը ներկայացված նախագծի համաձայն նախատեսվում է ավելի խիստ վերահսկողություն սահմանել ընտրողների ցուցակների ճշգրտության նկատմամբ, ինչպես նաև ապահովել, որ քվեաթերթիկները ուղարկվեն եւ վերադարձվեն միայն իրավասու քաղաքացիների կողմից։ Նախաձեռնության շրջանակում ԱՄՆ փոստային ծառայությունը պետք է կիրառի նոր
մեխանիզմներ քվեաթերթիկների անվտանգ եւ վերահսկվող շրջանառությունը ապահովելու համար։ Թրամփը նաև հայտարարել է, որ ապագայում ցանկանում է ներդնել ընտրողների նույնականացման եւ քաղաքացիության հաստատման պահանջները, դրանք անվանելով ընտրությունների արդարության հիմնական պայման։ Նա պնդել է, որ առանց ազնիվ ընտրությունների անհնար է ունենալ լիարժեք գործող պետություն։ Այսպիսին էր մարտի 31-ի լրահոսը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։